Ճիշտ է ասում։ Ներքին հանդիմասով, այն որ տանիքները վատ վիճակում էին, լավ վիճակում չէին, շատ վատ է, բայց կատաստրոֆա է, որ մարդիկ չեն կարողանում գնալ իրենց հարազատների գերեզմաներին, ու միայն թե չասեք, թե մարդկանց դա չի հուզում, իհարկե հուզում է, ու ես գիտեմ, որ ձեզ հետ էլ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրաձայնվել է։ Հիմա հաջորդ հարցի մասով։ Ասում եք Նավասարդ Քոչարյանը եկել էր հաշվետվություն։ Ձեզ հաշվետվություն ներկայացրել է, թե իրան որտեղից է Բենթլի եղել, թե իր մասին ինչ պատմություններ են ներկայացրել, ձեզ հաշվետվություն ներկայացրել է, կամ Միրզախանյանը հաշվետվություն ներկայացրել է վիրահայոց թեմում իր իրականացրած գործունեության մասին։ Ես որևէ մեկին ոչ պիտակավորում եմ, ոչ որևէ բան ասում եմ, ես կոնկրետ Նավասարդ Քոչարյանի մասին կարծիք չեմ հնչեցրել եմ ձեր իսկ հրապարակած կարծիքը նրա մասին որոշ ժամանակ առաջ։ Ուղղակի խնդիրն այն է, որ այն եպիսկոպոսները, որոնց մասին լիքը նյութեր կան, բայց ենթարկվում են ձեզ, հնազանդվում են ձեզ, ընդհանրապես խնդիր չունեք այդ մարդկանց հետ։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվում ձեզ, այդտեղ է խնդիրը։ Ես մի առաջարկ ունեմ, ուզում եմ դուք հանրությանը պարզ ասեք, որ ձեր խնդիրը ոչ թե եկեղեցին մաքրելն ու նորոգելն է, ձեր խնդիրը ունենալ ձեզ ենթակա եկեղեցի եւ ձեզ ենթակա կաթողիկոս եւ դրա համար ոչ միայն Նավասարդ Քոչարյանների, նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնաք դա իրականացնելու համար, որովհետեւ ձեզ պետքա նոր մոդելի եկեղեցի, նոր կանոնադրությամբ, պետքա որ սահմանադրության մեջ այլևս ինքը գերակա դիրք չունենա, առանձնահատուկ կարգավիճակ չունենա։ Ձեզ պետքա որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը Արցախի մասին չխոսի, գերիների մասին չխոսի, ու ընդհանրապես իրական Հայաստանի կրողը լինի ամբողջությամբ։ Դա եկեք այսպես ազնիվ խոստովանեք, որ մարդիկ էլ հասկանան ինչ եք անում։ Թե չէ ասում եք եկեղեցուն նորոգում գնում եք այնպիսի մարդկանց հետ հանդիպում, 7-րդ րոպեի վրա ավարտեք, էլի։ Բազմաթիվ են։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինձ բացարձակապես ես տենց նկրտումներ չունեմ։ Երկրորդը, ոչ Նավասարդ Քոչարյանը, ոչ որևէ այլ հոգեվարական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ, բոլորը առանց բացառության։ Ես ձեզ ուղիղ բան ասեմ։ Այսօր այն օրը վերնագիր կարդացի, որ ասում են ուզում է քանդի եկեղեցին։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, որ Հայաստանի այս առաքելական եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի օրոք վերահացվել ավերակների։ Ես այն օրը ուղիղ ասել եմ, ես գնում եմ համատարած մեր եկեղեցիներում երկչախումբ չկա։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պատշաճ պատարակներ չեն մատուցվում։ Հասկանում եք, երկշախմբեր չկան ուղղակի, որովհետև իրանք չի հետաքրքրվում։ Ես գիտեք, ես ասեմ այն օր ինչ եմ ասել եպիսկոպոսների հետ հանդիպմանը։ Ասել եմ, լսեք հարգելիներս, սրբազան հայրեր։ Ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, ես այնուամենայնիվ Կտրիչ Ներսիսյանի հետ շփվել եմ, էլի, ասենք ժամերով, օրերով, նույնիսկ եղել է Հայաստանից Միացյալ Նահանգներ են գնացել ինքնաթիռում, ասենք այդ ինչքանը 12 ժամ կողքի նստել եմ։ Ես ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ ոնց կարա էլի, ոնց է սենց լնում, որ հոգևորականի հետ խոսած ժամերով, օրերով ու որևէ հոգևոր թեմա չարչարծվի։ Ինքը ոչ մի հոգևոր թեմայի չանդրադառնա։ Չանդրադառնա, ստեղ փող կա, ստեղ բետոն կա, այնտեղ պագրիշկա կա, այնտեղ յուղի լավ գործ կա, այնտեղ չգիտեմ ինչ գործ կա։ Այդ դա է կատաստրոֆան։ Դուք չեք առերեսվում են իրավիճակի մեջ, որ երբ որ նեղ վերնախավը միլիոնատերը, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է։ Դուք չեք առերեսվում են իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում, այսպես ասած, թոթոլ տեղերում։ Իսկ նրանք ովքեր ինքնուրույնուց են հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում։ Հայաստանի եկեղեցիները վեր են ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաները ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն, Հայաստանի այս առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղել է, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ես այս ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք
ամենաանցնցում ճանապարհով, բայց պետքա գնա, տարբերակ չունի, պետքա գնա, ոչ մի ուրիշ տարբերակ, նույնիսկ ավակ եւ կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրահատուկ ծառայությունները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի։